Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք առողջապահական ոլորտում տեղի ունեցող որոշ բարեփոխումներից։ Իսկ հիմա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ մեր հավերն ընդունելու համար։ Ավանդույթը կարծեք թե չենք խախտում եւ ամեն Սյունիքյան այցից հետո փորձում ենք հենց այս տաղավարում ամփոփել ձեր հերթական այցը։ Սիրով։ Խոսենք ավելի մանրամասն, այսպես փորձենք ավելի առարկայական խոսել, ինչ արձանագրեցիք հերթական այցի ժամանակ Սյունիքի որոշ ԲԿ-ների այցելելով։ Այս անգամ մենակ չէի այցելությանս եւ ինչպես գիտեք մարզային բժշկական կենտրոնները անցել են առողջապահության նախարարության ենթակայության եւ ըստ էության մենք որոշակի ժամանակ բարբերականությամբ հանդիպումներ են կազմակերպում միասին քննարկելու խնդիրները եւ այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք եւ արդեն լավ ավանդույթ ենք ձևավորել, որ ամեն անգամ տարբեր մարզում ենք իրականացնում այդ համաժողովները։ Այս անգամ էլ գտնվում ենք Սյունիքում եւ 40-ից ավել բժշկական կենտրոնների տնօրեններ եւ պատասխանատու անձինք Սյունիքում հնարավորություն ունեցան ծանոթանալ գոլեգաների աշխատանքին, միասին քննարկելու նույն ապահովագրության շրջանակներում մեր ապագա անելիքները եւ ասեմ, որ ունեինք մարդիկ, որ չէին եղել Մեղրիում եւ սա էլ շատ կարեւոր է, որ մենք ճանաչենք, իմանանք այդ կապերը թե աշխատանքային, թե նաեւ մարդկային չափազանց կարեւոր են արդյունավետ համակարգը կառավարելու։ Նախորդ այցից հետո ինչ արձանագրեցիք, ինչ խնդիրներ եք նկատել, որոնք հիմա արդեն լուծման փուլում են գտնվում։ Գիտեք, Մեղրիի բժշկական կենտրոնում մենք որոշակի համալրումներ ենք իրականացրել սարքավորումների առումով եւ կարեւոր էր այսօրվա այցի շրջանակներում տեսնել թե ինչպես են ընթանում դատաբժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք իհարկե ուրախ եմ արձանագրելու, որ բավականին տեմպով առաջ են գնում։ Հաջորդիվ պիտի որոշենք տեղակայումը Մեղրու բժշկական կենտրոնի համակարգչային շերտագրման ապարատի եւ հավելյալ նաեւ հեմոդիալիզի ծառայություն ենք ուզում այնտեղ հիմնենք։ Եվ այստեղ էլ կարևոր էր նաեւ անձնակազմի հետ հանդիպումը, անմիջական շփումը լսելու այն փոփոխությունները, որոնք մենք իրականացնում ենք, ինչպես են իրենք իրենց կյանքում առնչվում թե լավ կողմերի, դրական արդյունքների, թե նաև առաջացող կյանքում խնդիրներին, որոնք պետք է լուծումներ գտնեն։ Հաջորդիվ Կապանի բժշկական կենտրոնում պոլիկլինիկական հատվածի վերանորոգման աշխատանքներն են ընթանում, որոնք եւս ամփոփման ընթացքում են։ Ճիշտ է, ամեն անգամ գալիս ենք մի նոր նաև ավելացնում ենք մեր ծրագրերը եւ այս առումով էլ շատ կարեւոր է, որ արձանագրենք մենք եւ կարճաժամկետ առումով վերանորոգում ենք պոլիկլինիկան, կհագեցնենք սարքավորումներով եւ նոր գույքով, այնուհետեւ արդեն հանգիստ մեր նոր նախագծված պոլիկլինիկան Կապանի համար արդեն կմեկնարկի դրա շինարարական մրցույթային աշխատանքները արդեն 26 թվականի ընթացքում։ Սիսիանի բժշկական կենտրոնի ճանապարհին պիտի նաև տեսնենք ինչպես են այնտեղ շինարարական աշխատանքները գնում 26 թվականին այն պիտի շահագործման հանձնվի եւ ուրախ եմ, որ այնտեղ էլ բավական որակյալ եւ նախագծի առումով մեր ծառայությունների ընդլայնման առումով բավական գոհ եմ ընթացքից, բայց պետք է միշտ մենք ձեռքը պուլսի վրա պահենք եւ ընթացքում էլ այս այցելությունները օգնում են այդ շտկումները իրականացնելու։ Քաջարանի բժշկական կենտրոնում եւս առաջիկայում մի քանի նոր սարքավորումների մասին խոսեցինք, որոնք են առաջնահերթ, որոնք պիտի թարմացնենք։ Ուրախ եմ, որ այնտեղ պայմանների առումով բավարար են։ Ընթացիկ իհարկե վերանորոգման կարիքները մշտապես լինում են, բայց կարևոր է արձանագրել, որ անհրաժեշտ ծառայությունների ծավալը կարողանում ենք այնտեղ տրամադրել։ Եվ սա է ճանապարհը անընդհատ վերափոխելու, անընդհատ վերակառուցելու ուղղությամբ պիտի ասեմ, որ մենք այս պահին մեր նախագծերում 8 ամբուլատորիաների կառուցումն է, որոնցից մեկով արդեն շինարարական աշխատանքները մեկնարկել են, հաջորդիվ Կապանի դատաբժշկականի կառուցումն է լինելու եւ պիտի ասեմ, որ Սյունիքում մենք ահռելի մեծ ծրագրեր ենք իրականացնում եւ ընթացիկ եւ պլանների մեջ։
Եվ Գորիսում ինչ ունենք այդ առումով? Գորիսը այս անգամ, քանի որ նախորդ անգամ հենց Գորիս էր այցս եղել, մանրամասն մենք այցելության ընթացքում արդեն իրականացրել էինք այդ շրջայցի աշխատանքները, այս անգամ չեմ հասցնի Գորիսում լինել, բայց Գորիսում եւս վերջերս ակնաբուժական ծառայություններն են ընդլայնվել, մենք այնտեղ ուրեմն մեր պլանների մեջ է նաեւ մեր վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների առաջին հատվածը ծառայությունների ծավալելու եւ մեր ամենակարևոր հաջորդ նպատակներից մեկը Սյունիքի մարզում ունենալ նաև ստրոկ ծառայությունը, որը գիտեք կյանք փրկող բավական թանկարժեք ծառայություն է, այն իրենից թե թիմային, թե սարքավորումների, թե պատրաստվածության բավական բարդ համախումբ է ներկայացնում, բայց աշխատանքները ընթանում են եւ այսպես պիտի քայլ-քայլ ներդրումներ անելով, համագործակցելով նաև մասնավոր այլ բժշկական կենտրոնների հետ պիտի այս ծառայությունը Սյունիքում եւս ունենանք, ապահովենք։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ այս տարվա փոփոխություններից էր, որ մարզպետարանների ենթակայությունից բժշկական կենտրոնները անցան նախարարության ենթակայության, նախ ինչու նման փոփոխության կարիք զգացիք եւ արդյոք արդեն որոշակի արդյունքներ ունեք տեսանելի։ Գիտեք, ըստ էության կառավարման առումով կենտրոնացումը եւ միասնական ստանդարտով այդ վարչական կառուցակարգերը դնելը շատ ավելի էֆեկտիվ է։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ երբ որ մարզային ենթակայության էր, օրինակ հենց Սյունիքի առումով մենք որևէ բարդություններ ունեինք աշխատանքի, այլ մշտապես հիանալի համագործակցել ենք մարզպետարանի հետ, հիմա էլ շարունակում ենք համագործակցել եւ որոշ ուղղություններով մարզում ներկայությունը ապահովում են իրենք եւ որոշ ուղղություններով իհարկե մեր մասնագիտական մոտեցումը շատ ավելի արդյունավետ է դարձնում կառավարումը եւ սա է մեր քաղաքականությունը ընդհանուր առմամբ մեր պետական բժշկական կենտրոնների կառավարման որակը փոխել դրանք շատ ավելի կենտրոնացնել վարչական նեղ մասնագիտական, օրինակ ֆինանսական, օրինակ հաշվապահական, օրինակ IT ոլորտի հետ կապված ծառայությունները պիտի կարողանանք կենտրոնացնենք, բայց ամենևին մեր քաղաքականությունը չի իհարկե մարզից ինչ որ բան օպտիմալացնելը, մենք բոլորս այդ բառի նկատմամբ կարծես ինչ որ բացասական վերաբերմունք ունենք, երևի նաև անցյալ տարիների փորձառությունն է, բայց ուզում եմ շեշտադրել, որ մեր այս կառավարման մոդելների փոփոխության արդյունքում հակառակը ընդլայնվել են ծառայությունները եւ ինչպես ասեցի, թե Կապանում, թե Գորիսում, թե Մեղրիում, Սիսիանում, Քաջարանում մեր նպատակն է ընդլայնել ծառայությունները։ Դրա համար էլ այսքան մեծ ներդրումներ ենք անում, դրա համար էլ հենց ապահովագրության ներդրմամբ նպաստելու ենք, որ այս ծառայությունները մարզում հասանելի լինեն։ Ապահովագրությունից դեռ կխոսենք, հիմա մի հետաքրքիր բան էլ կուզենայի դիտարկում անել, գուցե եւ այսպես թվա թե մարզպետարանները չէին կարողանում այդքան մեծ բյուջե չունեին, որ մեծ ներդրումներ անեն, վերապատրաստումներ կազմակերպեն, սարքավորումներով համալրվեն եւ այլն, եւ հիմա այսպես նախարարությունը եկել է եւ մեծ բյուջեով, տեսեք, այ անցավ նախարարության ենթակայության տակ եւ ամեն ինչ արդեն ավելի լավ է, քան երբ որ մարզպետարանի ենթակայության տակ էր, այնինչ իրականում մարզպետարանը չուներ այդքան սահմանափակ բյուջեով էր, էլի, կուզեմ այս մասով էլ ձեր դիտարկումը անել։ Իհարկե, գիտեք, գուցե այդ հյուր բանը ստեղծվի մարզպետարանների մոտ, որ գուցե եւ կամ հանրության շրջանում, որ տեսեք, շատ լավ է, որ անցավ նախարարության, բայց մարդիկ չհասկանան, որ նախարարության բյուջեն բնականաբար շատ ավելի մեծ էր եւ շատ ավելի մեծ ներդրումներ կարող էր անել, քան մարզպետարանը։ Դե հենց շարժառիթն էլ դա է եղել, ինչպես ասեցի, հնարավորինս ռեսուրսները ճիշտ օգտագործել, ճիշտ կառավարել եւ ամենակարևոր արդյունքին հասնել։ Ծառայությունը լինի հասանելի, որակյալ մեր քաղաքացու համար, որ մարզի բնակիչը այն ծառայությունները, որ ելնելով նաև պացիենտների հոսունության սահմանափակ լինելուն, որակյալ ստանա իր մարզային բժշկական կենտրոնում։
Գիտեք, նաև ինչու ենք մենք հիմա ամբուլատորիաներում նման մեծածավալ ներդրումներ անում, որտեղ հասկանում ենք, որ այս պահին մեր համայնքները չունեն այդքան միջոցներ, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ նույն համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում հիմա այսօր նրանք շատ ավելի մեծ սուբվենցիոն ծրագրերից են կարողանում օգտվել եւ ավելի մեծ ծրագրեր են իրականացնում եւ նպատակը այստեղ ենթակայությունը չի ամենևին, այլ նպատակը միասնական ճիշտ ռեսուրսները բաշխելով ավելի լավ արդյունք ստանալն է։ Նախորդ անգամ մենք որոշակի դիտարկում արեցինք այն մասով, որ մարզային ԲԿ-ներում այնուամենայնիվ գերխնդիր շարունակում է մնալ մասնագետների ծառայությունների ավելացումը, բայց այս 1 տարի եւ ավելի այդքան արդեն անցել է մեր նախորդ հարցազրույցից, բավականին փոփոխություններ են տեղի ունեցել։ Դուք ինչ եք նկատել այս այցի ժամանակ այդ թեկուզ մասնագետների համալրմամբ, ծառայությունների համալրմամբ։ Ձեզ գոհացնում է արդյոք այն ընթացքը, որ որդեգրել են մեր բժշկական կենտրոնները։ Հրավիրյալ մասնագետների թեկուզ կարճաժամկետ այստեղ մնալով եւ թեկուզ գալով ինչ որ ծառայություններ մատուցել գնալով։ Ես կարող եմ ասել, որ խնդիրը մեծապես լուծման ճանապարհին է։ Այսօր ես Մեղրիում ծանոթացա մեր 2 երիտասարդ նպատակային օրդինատորայի ծրագրով եկած մասնագետների հետ, ովքեր համալրել են անձնակազմը։ Գորիսում նախորդ իմ այցի ժամանակ 10-ից ավել բժիշկներ են աշխատում Գորիսում, այլ տեղերից եկել են աշխատում են։ Կապանում մեր եւս ունենք բժիշկներ, որոնք որ ներգրավել են։ Եվ 2 ուղղությամբ աշխատելով, մի մասով ապահովելով, որ նպատակային կրթական ծրագրերը լինեն գրավիչ եւ մեր ուսանողները մարզից եկող պետության փոխհատուցմամբ սովորեն եւ վերադառնան մարզ աշխատելու, բայց նաեւ պիտի հասկանանք, որ մինչեւ բժշկական կենտրոնը չունենա համապատասխան պայմաններ ու հագեցվածություն, այդ նորավարտ մասնագետը որևէ ձևով չի գա աշխատի։ Բայց հենց մենք ներդրումները անում ենք, ենթակառուցվածքները ստեղծում ենք, սարքավորումները գնում ենք, տեսնում ենք, որ նաև հոսքն է փոխվում դեպի մարզային բժշկական կենտրոններ։ Այսօր մենք խնդիր ունենք հոգեբույժների առումով եւ այո մարզը խիստ պակաս ունի հոգեբույժների, ինչպես Հայաստանը, ինչպես նաև շատ այլ երկրներ։ Դե մասնագիտությունը բարդ է ավելի։ Բարդ մասնագիտություն է եւ բացի բարդ լինելուց տարիներով այս ոլորտը թերֆինանսավորված է եղել։ Այսօր արդյոք ամբողջը վերականգնվել է, իհարկե ոչ, բայց տարեց տարի ավելացող նաև բյուջետային միջոցները օգնում են, որ ավելի լավ դեղորայք կարողանանք ձեռք բերել, սնունդի հետ կապված հարցերը ավելի լավ կազմակերպենք, մասնագետների առումով եւս նպատակային օրդինատորա ունենք արդեն ընդունվածներ, ովքեր առաջիկայում ավարտելով եւս կկարողանան մարզ գալ աշխատելու։ Այստեղ շատ պիտի օգնի մեզ հեռաբժշկությունը, կան մասնագիտություններ, որոնք հեռաբժշկության միջոցով եւս կարելի է մեր մարզի բնակչության հարցերը լուծել։ Եվ իմ նպատակն էր նաեւ այլ Երևանի նեղ մասնագիտական կենտրոններին բերել մարզ, ինչու, որ այս կապերը ստեղծելով մաշկաբանության օրինակի վրա բերեմ։ Շատ հարցեր, բարդ դեպքեր, այնպիսի դեպքեր, որոնք հավելյալ մասնագիտական խորհրդատվության կարիք ունեն, հեշտ կարելի է կազմակերպել հեռաբժշկության միջոցով եւ այս սերտ համագործակցության արդյունքում մենք շատ ավելի լավ ծառայություններ կունենանք։ Այս օրերին բավականին ակտիվորեն քննարկվում է առողջապահական ապահովագրության հարցը։ Ես կուզենայի մենք կենտրոնանայինք նախնական այն առաջին փուլի վրա, որ պետք է տեղի ունենա, մի փոքր մանրամասնեք ովքեր են ընդգրկվելու այս ցանկում եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ մի դիտարկում Սյունիքի մարզում, հատկապես մենք գտնվում ենք մի քաղաքում, որտեղ որ մարդկանց մեծ մասը արդեն խոշոր ձեռնարկությունների, այսպես ապահովագրություններից է օգտվում 65 եւ ավելի տարեկանների, այս դեպքում հետաքրքիր է նաեւ ինչպես է լուծվելու նրանց ապահովագրության հարցը, պետական հոգացության ներքո են անցնելու թե շարունակելու են այն ձեռնարկությունները, որոնք որ բավական մեծ փաթեթներ են առողջապահական առաջարկում, դրանցից օգտվել։ Տեսեք, նախ պիտի բաժանենք 2 խումբ քաղաքացիների, առաջին խումբը մինչև 18 տարեկան, 65+ եւ 18-ից 65-ի միջակայքում հաշմանդամության կարգ եւ սոցանապահովության միավոր ունեցող քաղաքացիները։ Այս քաղաքացիների ապահովագրավճարը կվճարի պետությունը։
Առաջին փուլով ներառվելու են նաև 200,000-ից բարձր ստացող քաղաքացիները եւ այստեղ էլ ունենք երկու հնարավորություններն էլ, որ եթե քաղաքացին ինքն է վճարելու, ինքը կվճարի, այսինքն իր գործատուն չէր ապահովում իրեն ապահովագրություն, քաղաքացին ինքը պիտի վճարի դրա համար։ Պարտադիր, շեշտենք, որ դա պարտադիր է։ Այս բազային փաթեթը դառնում է պարտադիր եւ հենց դրա նպատակը եւ արդյունքն է, որ բոլորս ծածկույթ ունենանք ապահովագրական, ոչ բոլոր ծառայությունների, բայց ամենաանհրաժեշտ կյանք փրկող եւ քրոնիկ վիճակները մեղմացնող հաշմանդամությունը կանխող վիճակների համար։ Բայց գործատուները եւս կարողանալու են վճարել իրենց աշխատողների բազային պետական ապահովագրության համար։ Այստեղ որևէ սահմանափակում չկա եւ հավելյալ ուրեմն գործատուների կողմից տրամադրվող գումարները կարող են ուղղվել պլյուս փաթեթների, հավելյալ ծառայությունների համար եւ այստեղ էլ այս երկու համակարգերը իրար շատ լավ կլրացնեն։ Այսինքն եթե 60 օրինակ իմ մայրիկը 65 տարեկան է, օգտվում է այն ապահովագրությունից, որ ես ԶՊՄԿ-ի ապահովագրությունից օգտվում եմ։ Այս դեպքում ավելի առարկայական բացատրենք, էլի, ինքը կարող է օգտվել եւ այդ ապահովագրությունից եւ այն, որ պետությունը իրեն կտա անվճար, ճիշտ հասկացա։ Այո, անվճար պետությունը, ոչ թե անվճար, այլ պետությունը կփոխհատուցի նրա բազային ապահովագրական փաթեթը։ ԶՊՄԿ-ի մասնավոր ապահովագրական փաթեթը կարող է համալրել այս մեր բազային փաթեթը եւ շատ ավելի լայն ծառայությունների փաթեթ ունենա ձեր մայրիկը կամ մեր ցանկացած քաղաքացի։ Այսինքն այստեղ գուցե նաեւ գործատուն հնարավոր չի այդպիսի ռիսկ առաջանա, որ գործատուն ասի, որ ասենք 65+ տարեկան արդեն ապահովագրված է կամ մինչեւ 18 ապահովագրված է եւ պետական բանով ձեր նշած փոխհատուցումը ապահովագրված է եւ մենք ասենք չանենք դա։ Ավելորդ համարի, չակերտավոր ասած։ Չեմ կարծում, որովհետեւ սա նաեւ սոցիալական պատասխանատվության եւ հավելյալ երաշխիք է աշխատողներին ապահովելու առումով։ Եվ գործատուի համար շատ կարեւոր է, որ աշխատակիցը առողջ լինի, առողջ մնա, պահպանի իր առողջությունը եւ աշխատունակությունը դրա արդյունքում։ Եվ տեսեք, այսօր էլ մենք մինչեւ 18 տարեկաններին պետական պատվերի շրջանակներում ենք փակում ծառայություններ, ապահովագրության շրջանակում այդ ծառայությունները ավելի ընդգրկուն են լինելու, փոխհատուցման գներն են ավելի լավը լինելու, բայց այս պարագայում էլ մենք ունենք ընտանիքներ, ովքեր ամբողջ ընտանիքով մասնավոր ապահովագրություն ունեն իրենց գործատուների կողմից։ Արդյոք սա խանգարում է ունենալ այդ ապահովագրությունը? Իհարկե ոչ։ Եթե 26 թվականի հունվարի 1-ից առաջին փուլը արդեն ուժի մեջ է մտնել։ Համակարգը կսկսի գործարկվել հունվարից, այո, եւ մենք ժամանակ տրամադրելու այն մարդկանց, ովքեր որ իրենց միջոցներով պետք է անեն այդ ապահովագրությունը, որ իրենք անեն ինչ-որ կոնկրետ ժամանակ կա, որ պետք է իրենք պարտադիր այդ ապահովագրությունը անեն։ Թե իրենց հայեցողությամբ է։ Չէ, հենց այս ապահովագրության մոդելի առանձնահատկությունն է, որ փուլից որ մարդը ներառվում է, ապա դա դառնում է արդեն պարտադիր եւ բոլորի համար։ Եվ այստեղ էլ ում համար որ պետք է վճարի պետությունը, ինչպես մեր նախագծով է, որը արդեն իսկ ազգային ժողով է գնացել, մենք մեր քաղաքացիների կկազմենք ռեգիստրը, ովքեր մեր պոտենցիալ շահառուներն են ապահովագրության, կտեղեկացնենք նրանք էլ համաձայնությունը տալով ընդգրկվելու, արդեն կդառնան ապահովագրության շահառու եւ կկարողանան հաջորդիվ ծառայություններից օգտվել։ Հասկանալի է։ Ապահովագրությունից անցնենք այս տարեշրջանում սուրշնչարական վարակներն են տարածում եւ բարբերաբար համապատասխան կառույցները նշում են պատվաստումների մասին։ Ինձ առհասարակ հետաքրքիր է կան նման ուսումնասիրություն, որ հասարակության մեջ արդյոք փոխվել է վերաբերմունքը պատվաստումների հանդեպ, հատկապես թագավարակի տարածումից հետո, որը բազում մարդկանց կյանքեր խլեց։ Թե պատվաստանյութերը բնականաբար համապատասխան չափաբաժնով բերում եք, բայց այնքան էլ մեծ ծախս է պետությունը անում եւ չի իրացվում այնքան, ինչքան որ պետք է։ Ես կարող եմ ասել, որ իհարկե մեծ աշխատանքի արդյունքում թե մեր ընտանեկան բժիշկների, թե մեր հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի, թե նախարարության, իրազեկման, լրագրողների, նաև ձեր օգնությամբ մենք այս տարի շատ լավ ցուցանիշների բարելավում ունենք։
թե մանկական ռուտին պատվաստումներում, թե նաև գրիպի դեմ պատվաստումների եւ նաև ջրծաղիկի դեմ պատվաստումների։ Մի հետաքրքիր բան ասեմ, մեր ջրծաղիկի պատվաստման մեկնարկը նախատեսված էր 2025 թվականի, ներողություն 2024 թվականի դեկտեմբեր ամսին եւ մի փոքր ուշացավ այդ մատակարարումների ընդունման հետ կապված խնդիրներով մենք սկսեցինք հունվար ամսին, եթե հիշողությունս չի դավաճանում, եւ գիտեք ինչ մեծ այսպես նաև դժգոհություն կար, որ ինչու է ուշանում պատվաստանյութի, այո, արդեն հասանելիությունը դրա պատվաստմանը։ Եվ պիտի նշեմ, որ մենք բոլոր պատվաստումների առումով դրական ցուցանիշներ ունենք։ Իհարկե ցավոք սրտի ապատեղակատվությունը դեռ իր գործը անում է ոչ միայն առողջապահության ոլորտում բոլոր, բայց նաև վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրների դեմ ինֆորմատիվ պատերազմների ժամանակ առողջությունը այն թեմաներից է, որը ամենախոցելին է եւ ամենահաճախ թիրախավորվածն է։ Եվ սրան հակառակ մենք պետք է շատ խոսենք։ Մենք մեր քաղաքացիներին բոլոր պատվաստումների վերաբերյալ տեղեկատվությունը բաց թափանցիկ տրամադրենք, ներկայացնենք արդյունքները եւ սա է ճանապարհը, մենք միշտ պիտի հաղորդակցենք մեր ժողովրդի հետ եւ այս դարում ինֆորմացիայի ավելցուկի, ապա տեղեկատվության, կեղծ տեղեկատվության դարում սա շատ ավելի կարեւոր է դառնում։ Հունվարի 1-ից, եթե չեմ սխալվում, նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ճաշացանկում են փոփոխությունները ուժի մեջ մտնում։ Ունեք արդյոք դիտարկումներ կառույցների կողմից, որ գուցե իրենց ունեցած բյուջեով իրենք չկարողանան բավարար չափով կշտացնել մեր փոքրիկներին, դիտարկում եւ ռիսկերը որոնք են այս նոր սննդակարգի, որին որ անցնելու եք։ Մենք պատրաստ էինք այդ նոր սննդակարգին անցնելու եւ նորից եմ կրկնում, արդյոք այդ բյուջեն հերիքում է բավարարելու այդ պահանջները, որոնք որ ներկայացրել է, որովհետև երբեմն այսպես մասնավոր զրույցներում ես լսում եմ բողոքներ, դժգոհություններ այդ փոփոխության հետ կապված։ Ինչու ենք նախ եկել այդ որոշման, որովհետև մենք ունենք երեխաների շրջանում, դեռահասների շրջանում գերքաշության ավելացման խնդիր։ Իսկ մենք գիտենք, որ գերքաշությունը դա առողջության ռիսկի տեսանկյունից շատ մեծ մարտահրավեր է։ Մենք ունենք երեխաների շրջանում շաքարային դիաբետի տվյալների աճ, մենք ունենք այլ հիվանդությունների աճ, եթե ունենք գերքաշության խնդիր։ Եվ մենք սրան պիտի արձագանքենք։ Տեսեք, մենք նաև սննդի նկատմամբ մեր վերաբերմունքը պիտի փոխենք եւ հասկանանք, որ այսօր կալորիականությունը լրացնելու առումով մենք պետք է փոխարինենք բարձր ուրեմն շաքարայնություն, անառողջ ճարպեր պարունակող ներկանյութեր եւ ավելորդ շաքար, աղ պարունակող սնունդը պիտի վերափոխենք նույն կալորիականությունը ապահովող առողջ ճարպերով, սպիտակուցներով եւ իհարկե թաղանթանյութով։ Եվ երբ որ դիտարկում ենք, մենք նաև նայել ենք մեր, գիտեք, մարզերում գործում է դպրոցական այդ տաք սնունդի շատ կարևոր ծրագիրը։ Եվ վերջին 3-4 տարիներին մենք նաև իրականացնում ենք առողջ սնունդի, առողջ ապրելակերպի քարոզարշավները։ Եվ տեսնում ենք, որ նույն բյուջեի շրջանակներում կարելի է փոխարինել անառողջ սնունդը առողջ սնունդով։ Եվ օրինակ ոսպը, այլ հատիկեղենը, որը մեր սննդակարգի շատ կարևոր էլեմենտներն են, ժամանակի ընթացքում կարծես դուրս են գնում եւ մենք այն փոխարինում ենք միայն մակարոնեղենով, որը այո շատ համեղ է, բայց եթե մենք չօգտագործենք այլ օգտակար հատիկեղեն, ապա մենք մեր սննդակարգը չենք կարող առողջ համարել։ Մենք աշխատել ենք իհարկե մասնագետների հետ, կրթության մեր գործընկերների հետ, մանկապարտեզների, պատասխանատուների դպրոցների եւ մեր նպատակն է եղել, օրինակ, հանել ենք խտացրած կաթը։ Այսօրվա մեր կալորիականության օրվա ռեժիմը մեզ այլևս երեխային փոքր ժամանակվանից խտացրած կաթ տալու առումով վնասակար է։ Քաղցրը պիտի փոխարինենք
առողջ ուրեմն չորամրգերով, սեզոնային մեր արկա տվյալ սեզոնի մրգերով, կոմպոտները հենց փորձենք առանց հավելյալ շաքար ավելացնելու, ինչու նաև որտեվ երեխայի քիմքի պիտի նաև մենք աշխատանք թափենք, որ ճիշտ ձևավորվի, որովհետև 5 քթալ շաքար կգցես թեյի մեջ, թե 2 քթալ, գրեթե նույն քաղցրությունն է զգում, բայց սովորության արդյունքում մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Եվ մի չարչրկված թեմայից էլ խոսենք, էլեկտրոնային դեղատոմսերի, կարծեք թե մարել է այդ անհանգստությունը, որ հանրության շրջանում կար, բայց պատկերը ինչպես եք գնահատում, արդյոք այսպես հետևողականորեն հետևում եք այդ ընթացքին, որ այն դեղամիջոցները, որոնք որ պետք է էլեկտրոնային դեղատոմսերով դուրս գրվեն։ Մենք իհարկե ընդհանուր առմամբ դեռ չեմ կարող ասել, որ 100%-ով ապահովում ենք, որ հակաբիոտիկներ կամ հորմոնային պրեպարատները առանց դեղատոմսի դուրս չգրվեն։ Իհարկե ոչ, բայց վերջին ամսվա տվյալներով մենք արդեն ամսական 20,000-ից անցնում են միայն ոչ պետպատվերի շրջանակներում դուրս գրված դեղատոմսերի թիվը։ Սա խոսում է նրա մասին, որ համակարգը արդեն լայնածավալ գործարկված է եւ աշխատում է։ Բայց մի բան պիտի ասեմ, մենք նաև այս էլեկտրոնային դեղատոմսերը ներդնելու այս փուլը նախապատրաստվել էինք ապահովագրության համար։ Հիմա առանց էլեկտրոնային դեղատոմսի չի կարող դեղատունը դուրս գրել դեղ եւ փոխհատուցվել պետության կողմից։ Այսօր պետպատվերի շրջանակում, վաղը ապահովագրության։ Այսինքն մեզ այս 2 տարվա աշխատանքը, այս կրթական ամբողջ համակարգի նախապատրաստությունը նաև անհրաժեշտ էր, որ ապահովագրության շրջանակներում, որտեղ այլևս անհնար է լինելու առանց էլեկտրոնային դեղատոմսի ստանալ դեղ, որտեղ փոխհատուցում չի լինի դրա դիմաց, արդեն մենք պատրաստ լինենք սրան։ Եվ վերջում 26 թվականին բացի վերոնշյալ այսպես փոփոխություններից նոր էլ ինչ-որ բան սպասվում է, թե դեռ այսքանը մարսենք, հետո անցնենք առաջ։ Ես կարծում եմ մեր արդեն ձեռնարկված թե ենթակառուցվածքների կապիտալ ծախսերի առումով բավական մեծ ծավալ ունենք։ Որակի վերահսկման առումով մենք ներդրել ենք որակի կառավարման համակարգերը բժշկական կենտրոններում եւ դրանք պիտի ավելի ու ավելի մեծացնենք, խստացնենք, ստանդարտները վերափոխենք։ Հաջորդիվ լիցենզավորման հնգամյա շրջափուլն է հիմա սկսվում, դեռ Երևանում են բժշկական կենտրոնները համատարած լիցենզավորված նոր պայմաններին գալիս հավաստում, մարզերում հաջորդ տարվանից արդեն կսկսվի այս գործընթացը։ Այսինքն բավական խորքային փոփոխություններ իրականացվում են եւ իհարկե ապահովագրության բարեփոխումը, որը ինքնին արդեն բավական մեծ ծավալուն բարդ բոլորին վերաբերող փոփոխություն է եւ իհարկե ակնկալում ենք եւ խնդիրներ եւ դժվարություններ, բայց նաեւ կարծում ենք, որ պիտի պատվով հաղթահարենք։ Շնորհակալ ենք շատ հրավերն ընդունելու եւ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Կարևորի մասին հաղորդաշարներ եթերում այսօր մենք խոսեցինք առողջապահության ոլորտում իրականացվող փոփոխություններից, իսկ իմ հյուրը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր։ Հաջողություն։